որոշ գնահատականներով այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ խորհրդարանում անվստահության գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ դուք։ Այսինքն ձեզ ներկայացվում է գործող իշխանության թիկունքը պահելու ուղիղ մեղադրանք։ Ինչու եք դեմ իմպիչմենթին։ Իսկ դուք վստահ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես ուզում եմ վստահ։ Այդպես են ներկայանում։ Ո՞վ է ներկայանում։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ զորոյի ձգտող հավանականություն իմպիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որը նման գործընթաց ունենալու կամ չունենալու երաշխիք ունենալու։ Ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Ոչի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ, իմ տպավորությամբ լավ չպատկերացնում, որ թե ինչ են անում։ Գործընթացին ձեր ընդհանուր գնահատականը արդեն տեխնացուներ կան, այնուամենայնիվ ինչ որ բան ընթանում է։ Ձեր քաղաքական թիմը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար։ Նույնիսկ նախաձեռնողները ասում են, հա ինչ ա եղել, փորձենք չլինի։ Անկամ տեխնացուն։ Անկա, հա, 10 օր առաջ ուրիշ կարծիք։ Մի տեխնացուն 10 օր առաջ ասում էր դա իրատեսական չէ։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Ես կարող եմ ասել, թե ում է դա հետաքրքիր։ Օրինակ, կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լիներ վարչապետի տեխնացու, դա կյանքի երազանք։ Ոքի կյանքի երազանքն է, պատկերացնում եք հանկարծ անհայտ, ոչ մեկ տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնում, հարցազրույցներ ես տալիս, ես տաղավարներ են հրավիրում, on-line քո հետ միանում են, դու կարծիք ես ասում, դու դառնում ես ինչ որ մի այդ պայի համար մի կենտրոնական դեմք։ Եթե մարդու համար այդ 48 ժամը ուշադրության կենտրոնում լինելը կրկնեմ կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Այդ դրա համար։ Իդեպ բառներ չի օգտագործում, խոսք գնում է վստահության քույի մասին։ Ասում են փողոց պիտի հավաքեն, բոլորն են, չէ՞ դա ասում։ Փողոցի ճնշման ճանապարհով հարցը լուծը։ Եթե դու այնպեսի փողոց ես հավաքել եւ ճնշումդ այնպեսի ուժգին է, որ կարող է 20 հոգի sense հրաժարվել, այն հրաժարական է պահանջում։ Անորն է քրեարկուզը։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն։ Այս փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կոչվի։ Իսկ նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման, դու անդուրջ է դա։ Դրա համար մենք չի պատմում այդ պատմության մեջ, հիմա պրակտիկան հայտարարություն է արել որոշ կետեր անշել։ Հիմա եթե մարդկանց հետ արկիրա թոզ զբաղվեն։ Դա ինֆոպովոդ, այդ ինֆոպովոդը հնարավորություն է տալիս հարցազրույցների, բաների, օքեյ, ճանաչելիությունը ավելացնում ինչ որ մարդկանց, ում քիչ են ճանաչում եւ ովքեր նեղում են դրանից միգուցե։